Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 22-ն է և այսօր լրանում է փոքրիկ Եվայի նկարի աճուրդի օրը, երեկոյան ժամը 22:00-ին կամփոփենք աճուրդի տվյալները, իսկ այս պահին մենք ունենք գին առաջարկված մինչև 1400 ամերիկյան դոլար, այնպես որ ովքեր ցանկություն ունեն գնալու կարող եք առաջարկել ավելի շատ, սա այս պահի դրությամբ է, ես պետք է ասեմ, որ աննախադեպ տարածում ա գտել 600-700 հազարի հասել դիտումները, երբ չեմ ասում կոմենտները, կարծիքները, պետք է ասեմ, որ հիմնական մեդիաներից ես մի անգամ եմ հարցազրույց տվել այս մասով, դա եղել է առավոտ օրաթերթը, Կենտրոն TV-ից ստացա նամակ, պատասխանեցի, բայց հետադարձ կապ չեղավ, ես չգիտեմ տեղի մեդիայում ովքեր են սա մասին խոսացել, ես սա ասում եմ այն տվյալներ, ինչ որ ինձ տեսանելի է, այսպեսով կարող եմ իմ մասով առանձնացնել, որ առանց մեծ մեդիաների տեղեկացնելու մենք կարողացանք մեր համեստ միջոցներով առնվազն այս մասին ինֆորմացնել մոտավորապես 600-700 հազար հոգու, որը կարծում եմ հրաշալի թիվ է, եթե մենք այսպես համախմբված համերաշխ կարողանանք աշխատել, ոչ մի իշխանություն չի կարող իր օրակարգը հելաձել, քարոզչական իմաստով եմ ասում, սա ինձ հույս է տալիս, որ եթե մենք ուզեինք, եթե մեր սրտին գտնում է օրակարգը, ուրեմն մեկ նույնիսկ փոքր մեդիայի արձագանքը անդրադարձը կարող է այս աստիճան տարածում ունենա, դուք պատկերացրեք, եթե մենք մի օր լինենք ոչ թե մեկ մեդիա, այլ մի քանի, ինչ էֆեկտ կարող է ունենա, կամ եթե ասենք 110 հազարի փոխարեն, ընդվազում 110 չէ, լիարժեք 109 հազարի փոխարեն ունենանք 200-300 հազար բաժանորդներ, ունենանք շատ ավելի մեծ ու ազդեցիկ էֆեկտ, իսկ ես հիշացնում եմ ձեզ, եթե մենք չկարողանանք ծածկել ինֆորմացիոն դաշտը, մենք հասանելի չլինենք մարդկանց սրտերին, մտքին, հոգուն, թշնամին միշտ հաղթելու է, սա է, այսօր պատերազմը մեծադաշտում է, ես գիտեմ, որ շատերի համար սա էական չի, ասում են գործ արեք, իրանց թվում է սա գործ չի, մինչդեռ չեն հասկանում, որ թշնամին մեզ ուղղակի մեծադաշտով պարտելով, մեզ պարտության մատնելով, մեծադաշտում, առանց մի կրակոց գրավել ամեն ինչ, քչերը կան դա հասկացող, բայց դա էական չի, մենք հասկանում ենք մեդիայի դերը, և այսպես, եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք, գուցե այսօր էլ մենք լրացնենք, անցնենք 110 հազարի շեմը բաժանորդագրերով, իսկ ես անցնեմ այսօրվա նորություններին, և ուզում եմ սկսել Իգոր Գուբերմանի խոսքերով, երբ որ ասում է, երբ որ ստրուկներն են գալիս իշխանության, նրանք հաճախ ավելի դաժան են ու սրիկա, քան իրանց նախկին տերերը, և դա մեծ ճշմարտություն կա, որովհետև ինչպես ասում են, ստրուկը չի փնտրում ազատություն, ստրուկը փնտրում է իր համար նոր ստրուկներ, այդքան բան, ստրուկը չի սիրում ազատություն, ինքը նոր ստրուկները փնտրում իրան այդ ձևով մխիթարելու համար, դա նույնիսկ Լիխաչովն էր նկատել ժամանակին, երբ որ ասում էր, այն ֆրազը, որ ես լսում եմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, նշանակում է, կարդամ ռուսերեն, я дебил, меня мое будущее не интересует, ես դեբիլ եմ և իմ ապագան ինձ չի հետաքրքրում, հենց այսպիսի մարդկանց, այսպիսի շերտի վրա էլ հենվում է հիմնականում իշխանության հասած ստրուկը, որովհետև այս շերտից է, որ ինքը ոչ մի դիմադրություն չի ստանում, և այսօրվա ամենակարևոր նորությունը, կենտրոնական բռնկան հանձնաժողովը հրապարակեց նոր ազգային ժողովի կազմը ամբողջական, դե այստեղ մեզ հետաքրքիր չի ԿՊ-ից ինչ ով կա, ովքեր են գնացել, ինչ է գնաց, ով գնաց կառավարություն, ով մնաց խորհրդարանում, բացարձակապես էական չի, այսօրվա ցուցակները մեկ-մեկ նայելով, դե բերում էր անդադ Facebook-ը, ես այսպիսի մի նկար տեսա, և ուզում եմ ձեր հետ կիսվեմ իմ
զարմանքով եւ տարակուսածով։ Երևան Today-ը բոլորի ներկայացնում այսպես, ասենք, անուն ազգանուն, հա, եւ պետական գործիչ, ասենք, Արտուր Սարգսյան, պետական գործիչ, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական։ Տենաս Արտուր Սարգսյանը տեղյակ է, որ ինքը պետական գործիչ է։ Ես սա առանց հեգնանքի եմ հարցնում։ Երևան Today-ում տեղյակ են ինչ է նշանակում պետական գործիչ եւ ասենք ինչու չի կարող պատգամավորը լինել պետական գործիչ։ Դե ասենք ձեր մոտ բոլոր պատգամավորները պաումալչյան դեֆոլտ պետական գործիչ են, որովհետև սա մեկի համար չէր գրված, բոլոր 29-ը ես անցա, Աննա Գրիգորյանից սկսած մինչև Աղվան Վարդանյան պետական գործիչ են։ Հարց. դուք հատուկ եք այս ամեն ինչի նշածողը, սենց ինչ ասում Փաշինյան Նիկոլի նման, թե ուղղակի սենց տրաֆալետով տեքստեր, մենակ անուն ազգանուն եք փոխել դուք։ Առանց հեգնանքի, տեսնես լուրջ, այս մարդիկ տեղակ են, իրենք պետական գործիչ են, թե ասենք Երևան Today-ում այդքան լավ չեն բանը անցալում, արժևորում ինչ է նշանակում պետական գործիչ։ Եթե այսքան մենք պետական գործիչ ունենք, բայց մեր պետությունը չի ասում։ Հարցը չի առաջանում։ Եվ ասում բոլորը սրբերեք, բայ իմ դաշնամուրը ով գողացավ։ Հիմա այսքան պետական գործիչ, 29 պետական գործիչ ունի փաստորեն մենակ չէ, կնեք 10 Հայաստան դաշինքը եւ այնտեղ ուժեղ Հայաստան 29-ն են այնտեղ 39 ասենք պետական գործիչ ունեցող երկրում բայց այնաս Նիկոլ Փաշինյանն ով է որ ինքը վարչապետն է կարող ինքը Նապոլեոնն է գեներալիսիմուս աշխարհի վերջն է ալֆան ու օմեգան շատերի համար թվում է սա շատ բան անհեթեթ դետալ, շատ մանր եւ ոչ էական, բայց հասկանում եք, որ դուք իրոք Նիկոլաստանի եք վերացնում Հայաստանը։ Որտեղ ասենք, հիշում եք 20 թվականի հուլիսյան պատերազմից հետո քանի մարտական խաչ տվեցին։ 70 մարտական խաչ, ոչինչ բան անելու համար։ Իսկ մինչև այդ 20 տարվա մեջ կարծեմ 30 մարտական խաչ էր ընդամենը եղել։ Այս ամեն ինչը այս աստիճանի վարկաբեկելով, արջզրկելով մենք ուր ենք գնալու։ Ասենք սա միակողմանի չէ, էլի մենակ այնց կողմից չի, փաստորեն Երևան Today-ի համար էլ այս կարգի։ Ինչի համար։ Ինչի համար։ Նարեկ Կարապետյանը կկալանավորվի հարցնում են, որովհետև արդեն որոշում է կայացված դատախազը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հիմա այս հարցի պատասխանը ով կարող է կալանավորի թե չէ։ Ես կարծում եմ հանգիստ։ Ոչ մի խնդրեմ չունեն մանդատից զրկելու, անձեռնարկելու, զրկելու եւ կալանավորվելու։ Հարցը գիտեք ինչու՞ն է այստեղ։ Ամենահետաքրքիր մասը այդ հարցի։ Որ եթե Նարեկ Կարապետյանը հրաժարված լիներ, այսինքն ամբողջ խմբակցությունից չգնային մտնեին պարլամենտ, այ իրա ձերբակալվելը կլինեն համարյա թե անհնարին։ Այսինքն դուրս կգալ, որ ընդդիմությունը մերժում է իշխանության հետ աշխատել, ճակերտավոր եմ ասում ընդդիմություն բառը, եւ ռեժիմը գնում է ձերբակալելու իրենց լիդերներին։ Բայց այս պարագայում ես օրինակ կես տոկոս կարեկցանք չունեմ, թե ինչի պետք է ձերբակալվի կամ չձերբակալվի Նարեկ Կարապետյանը կամ ցանկացած մեկը, ովքեր վերցել են մանդատները, որովհետեւ դուք մանդատներ վերցնելով դուք արժանի եք որ ձեր բոլորին ձերբակալեն ուղղակի, բոլորին առանց հարցնելու։ Արժանի եք, որովհետեւ դուք փաստորեն դառնում եք այս մեծ խաղի կարևոր մասը։ Կարևոր, որտեղ առանց ձեզ այս մեծ խաղը չէր կարող լինել։ Ու բոլորովին էական չի, դուք ոնց եք բացատրում դեր գնալը։ Ընդհանրապես էական չի, ստե ոչ մի արդարացում չի կարող լինել, որտեղ մենք 5 տարի տեսել ենք նույն տեսարանը էլի։ Այսինքն կա մարդ, որ մի անգամ տեսնելով չի հասկանում, բայց վստահ եղեք, մեր տեսակը մի անգամից տեսնելով հասկանում է։ Այն Լիխաչովի ասած դեբիլը չի, էլի, մենք լրիվ հասկանում ենք։ Մի անգամ կարելի է դա անել։ Հիմա երկրորդ անգամ sense վճռական գնալ
մտնելու նույն խաղը խաղալ, Նիկոլն գալիս է ձեր հետևից ձերբակալելու։ Հիմա դա լեգիտիմ է, լեգիտիմ չի, իրավունք ունի, իրավունք չունի, այլ Նիկոլը ոչ մի բան իրավունք չունի։ Ընդհանրապես նա իրավունք չունի վարչապետ լինելու։ Ու այդ դա դուք եք սահմանը, հասկանում եք, որ նա ձայնագող է, սես ընտրությունները խախտված են, սա լեգիտիմ չի, ու այսքանը թքելուց հետո այդքան թքածը լիզել ու գնալ նստել ընդեր, հասկանում եք դուք ոչ մի բան չունեք, էլի, նույնիսկ մարդկային աջակցության տեղ չեք թողել ձեզ նկատմամբ։ Մարդկային աջակցության տեղ, որպես սկզբունքային մարդ, որպես գրագետ մարդ, գրագետ քաղաքական գործիչ, բայց դե գրագետ քաղաքական գործիչ չեն, բայց միանգամից տպվում է որպես պետական գործիչ։ Դե որ պետական գործիչը իրանք են, պետության վիճակն էլ բնականաբար սա պետք է լիներ։ Պետական գործիչ, որ կարող է մեղադրի օրվա իշխանություններին հանցագործության մեջ, ձայնագործության մեջ, մի խոսքով համակարգային խախտումների մեջ, ոչ լեգիտիմ ընտրությունների մեջ ու գնա մանդատը վերցնի։ Երևի պետական գործիչը հենց այդպես է լինում։ Ուղղակի մենք երևի լավ չենք հասկանում ինչա նշանակում պետական գործիչը։ Երևի ես սխալ պատկերացում ունեմ։ Սխալ, մի անգամ մի օրվա մեջ դառնում եմ պետական գործիչ։ Ու ասենց, այս գործողություններով, այս վարքագծով։ Հիմա գանք շատ հետաքրքիր տեղ։ Մերցին տեսնում եք։ Այս տխուր դեմքով որ կանգնացա։ Ու Ալիևին գոհու շնորհակալ կողքը։ Մերցը խնդրում է որ իրանց գազ տան եւ դրա դիմաց շատ շնորհակալ Ալիևին եւ դարձան իրանք ռազմավարական գործընկերներ։ Հարավային Կովկասն ավելի մեծ նշանակություն է սկսում ստանալ որպես Եվրոպան եւ Ասիան միմյանց կապող տարածաշրջան, այսօր Բերլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում ասել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նոր տրանսպորտային եւ առևտրային միջանցքները լուրջ տնտեսական ներուժ են ստեղծում եւ մենք ցանկանում ենք օգտվել այդ ներուժից։ Սատկած էշ են գտել։ Ցանկանում են օգտվել։ Քաշել իրանց փայ նալերը։ Ու էական չի այդ ներուժը ինչ պայմաններով, ինչ գնով։ Պատկերացնում եք, ասենք ոնց որ բանը Գերմանիան ֆաշիստական հարձակվեց Լեհաստանի վրա, մի մասը ինքը գրավեց, մի մասը սովետը եւ ասենք Բրիտանիան կամ Ֆրանսիան միջև իրանց վրա հարձակվել է, էլի։ Հայտարարել էին, որ շատ լավ ճանապարհներ ունենալու հնարավորություն է բացվում։ Մենք էլ ենք ուզում ընդեղից փայ ունենալ, ինչի՞ չէ։ Դուք պատկերացնում եք այդ վիճակը։ Հիմա փաստորեն կարող է լինի 21-րդ դարում։ Ադրբեջանի նախագահն ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն պատրաստվում է մեծացնել Գերմանիա մատակարարող գազի ծավալները մի շարք նախապայմանների կատարման դեպքում։ Նախապայմաններ է դնում հլը Ադրբեջանը։ Նախ մեզ այդ հարցով պետք է պաշտոնական դիմում ներկայացվի, երկրորդը հարկավոր է մեծացնել գործող գազային ենթակառուցվածքների կարողությունները։ Բացի այդ, հարկավոր է լուծել ներդրումային հարցը, բանն այն է, որ եվրոպական բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել նման նախագծեր։ Եվրոպական բանկերը մերժում են, իսկ Ալիևը նախապայմաններ է դնում, ասում է, ուզում եք, պետք է գաք, պետք է ներդրում դնեք, այս հարցերը պետք է լուծեք, բա ոնց, միջին միջանցք եք ուզում օգտվեք, ինքն է բացել արդեն Հայաստանով, մերցնել ես, չգիտեմ, ժամկետ անց կաբաչկի դեմքով նստած լսում է իրեն ինչ է ասում 25 տարի նույն իշխանության վրա նստած հանցագործ, որին իր ներկայության բազմիցս կոչել են ռազմական հանցագործ, ցեղասպան, որ ինքը շատ լավ գիտի դրա մասին, ինքը հիմա կանգնած պես զառանցանքն է լսում, որում ոչ մենակ ինքն է այդ զառանցանքը լսում, այլ ամբողջ Եվրոպան եւ եվրոպական դիտորդների նոր խմբականակը, որ եկել է հաստորեն Հայաստան 2 տարով։ Չէ, իրանք չեն եկել Զանգեզուրը հսկեն, որ պատերազմ չլինի, իրանց համար ամեն ինչ պարզ է ինչա լինելու։ Իրանք եկել են, որ օգնեն Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար։ Ընտրություններից հետո հիբրիդային պատերազմ։ Ով այդ պատերազմը անելու։ Թեղուտը Ռուսաստանինն է, երկաթգիծը Ռուսաստանինն է, Թրիպը Ռուսաստանի կոնտրոլի տակ է, էլի բաներ կա, որ ուզում է ընթացքում ստանա։ Այդ ինչ հիբրիդային պատերազմի համար են գալի
եվրոպացիները Հայաստանում վերահսկելու։ Ու Ժորժ ջան, սա տխնելու, լացելու կամ, չգիտեմ, մազեր պոկելու համար չի, որ ես ասում եմ։ Սա այն դաժան ճշմարտությունն է, որ հենց հիմա կա։ Սա օբյեկտիվ իրականությունն է։ Մենք պետք է հասկանանք, որ մեր շահերը հետաքրքիր են բացառապես մեզ, եւ նույնիսկ Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան թքած ունեն, կրեք այս բառս համար, թքած ունենան, թե Հայաստանը այս ընթացքում ինչա լինում, ինչա կորցնում։ Իրանք եկել են վերահսկել, որ հանկարծ ոչ լեգիտիմ, ձայնագող իշխանություն զավթված Փաշինյան Նիկոլին ոչինչ չլինի հանկարծ Հայաստանում, ամեն ինչ սենց յուղի մեջ մնա էլի։ Միջև տեսնել իրանք ինչ են անում, գազը ոնց են արտահանում, բանկերը ոնց են ֆինանսավորում Ադրբեջանին։ Ասում եմ, սա նույն բանն է, երբ որ Հիտլերի հետ sense գնային, կանգնեին, ասեն, Չերչիլը, Ռուզվելտը գնային Հիտլերին, ասես կողքը կանգնեին, ասեն, կարելի է մենք էլ գանք քո հետ։ Մի քիչ բսկտենք էլ այդ Լեհաստանը, մեր մասով։ Դրանք գանք էլ ինձ։ Այս վիճակում է հիմա Եվրոպան, այս վիճակում է քաղաքականությունը եվրոպական։ Ես նորից եմ կրկնում, այն քաղաքական ուժերը, որ շարունակում են նոր բառամթերքով խոսալ, ուժերը չմենական հապտերը, նույն բառամթերքով խոսել Եվրոպա ասելուց, հա, ինչ մեկ տարի առաջ էին անում։ Ժամկետ անցեն։ Եթե չասեմ ուրիշ բաներ, որ դիտավորյալ են անում, որ հատուկ նշանակված են, անմեղսունակ ժամկետ անցեն ուղղակի։ Հաշիվ չեն տալի իրենց խոսքերի հետևանքների համար։ Կամ այնքան կույր են, որ տեսածները չեն հասկանում, ես ինչի մասին է։ Իմիջիալով տեսնել չհասկանալու հետ կապված, ես ձեզ մի բան եմ ուզում ասել։ Բայց հաջորդ թեմային է դա վերաբերվում։ Ոնց որ թե։ Հա, հաջորդ թեմային է վերաբերվում հենց։ ՄԱԿ-ը հրապարակել է Սրբազան պայքարի գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը, ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածի կիրառումը։ Չէ՞ որ Բագրատ Սրբազանին մնացած քահանաներին հենց ահաբեկչություն հոդվածով է ձերբակալել եւ ՄԱԿ-ը հրապարակել է նամակագրությունը եւ կասկածի տակ է դրել դրա ճշմարտացիությունը, դրա իրական լինելը։ Հիմա այն ինչ որ ուզում եմ ասեի, տեսնել, հասկանալ, հենց ստեղ են սաներ վերաբերվում։ Ես այս վերջի քանի ամիսը ես առանձին մի հատ աշխատանքել եմ անում։ Ուղեղի աշխատանքի, նեյրոֆիզիկայի եւ այլն հետ կապված։ Պարզվում է, ուղեղը, աչքերը, ընդհանրապես մարդը, ականջը, ուղեղը ֆիքսում են ընտրովի։ Դու կարող ես մարդուն պատմել մի բան եւ 10 հոգի նույն բանը լսելով 10 բան հասկանան ու ընտրեն, ընտրովի է։ Ընտրեն այն ինչ որ իրանց հետաքրքիր է։ Դու այսինքն սա ինչին է վերաբերվում։ Դու ուղղակի կարող ես սենց մեծ ներկայացնել հանցագործության փաթեթը, ինչ որ եղել է, որովհետեւ այստեղ մենք բան ունենք, մի ամբողջ հանցագործությունների մասին բան ունենք, ֆիլմ ունենք նույնիսկ։ Օրինակ սա։ Դա լսենք։ Հադրութի առաջին ՊՇ-ի քարտեզը պատրաստ է։ Շուրջ կես տարի մանրակրկիտ զննելուց հետո 9 ՊՇ-ի հարևանությամբ կրկին գտնվել են T-72 Ասլան եւ T-90S տանկեր, հետևակի մարտական մեքենաներ ու զրահափոխադրիչներ, ինժեներասակրավորային, էվակուացիոն եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաեւ անձնակազմի կուտակումներ, զրահատեխնիկայի կենտրոնացման շրջաններ ու խոցված տեխնիկայի վերանորոգման կետեր։ Միայն Ղարախանբեյլի Ֆիզուլի հատվածում հակատանկային մարտկոցի 3 զինծառայողներ խոցել են առնվազն 50 տեխնիկա։ Այս բոլոր խոցումները հաստատված են պատերազմի մասնակից զինծառայողների կողմից եւ ամբողջովին փոխում են պատերազմի արդյունքների վերաբերյալ կազմած մեր կարծիքները։ Շուտով կհրապարակեմ այս քարտեզի վերլուծությունն ու ոչ միայն դուք, այլև իմ էջին հետևող այլազգիներ կտեսնեն ամենն իրենց աչքերով։ Ինչի մասին է սա։ բոլորիս։ Ինչի մասին է սա։ Պատերազմը դավաճանած, դիտավորյալ, բանակը պարտության տարած եւ երեք այս երեխեքը
այս մեր 3 երեխեքը 50 տեխնիկա են խոսել։ Եվ սենց ես վստահ եմ մենք ունենք բազմաթիվ դեպքեր։ Բայց երբ որ դու ասում ես այն մարդուն, որ ինքը հակված է Նիկոլ ընտրել, ինքը քո բառերը չի լսում, իր մոտ բան աշկելանք է։ Ինքը լսում է այն բառերը, որ ինքը ուզում է լսի, այսինքն մարդու ընկալումները ընտրողական է, սելեկտիվ։ Հա իր նեյրոնները մերժում է այն ինչ որ ինքը չի ուզում եւ ընկալում է վերցնում է այն ինչ որ ինքը ուզում է կամ հասկանում։ Շատ բաներ սանով է բացատրում, թե ինչու դու բացատրում ես, հա մարդուն, այս ամբողջ հանցագործ սխեման ցույց տալով, ու ինքը մեկը չի հասկանում այս ամբողջ հանցագործության ամբողջ մասշտաբը, չի հասկանում։ Էլ ասում է, Նիկոլ ինչ անի։ Գիտեք սա ինչից է։ Շատ վատ բան կա սա տակը կանգնած։ Որ իր նեյրոնները, որ ինքը մերժում է Նիկոլին մեղավոր զգալու հանգամանքը, բարձվում է այս ամբողջ ընթացքում, դες մենք ինչի վրա հուզվում ենք, ցավ ենք ապրում, կամ ոգևորվում ենք, ինքը չի ֆիքսել դրանք։ Իր նեյրոնները մնացել են անհաղորդ, ինքը չունի այդ ինֆորմացիան, որոնտեղ կոտորած է եղել, որտեղ կորուստ է եղել, ցավ է եղել, կսկից է եղել, որովհետև եթե ֆիքսված լինեն, ինչքան մեր մոտ է ֆիքսված, ամեն ինչ կապված է դրա հետ, մեր նեյրոնները, նեյրոհամակարգը միանգամից արձագանքում է։ Ինքը ճանաչում է, ասես, ճկ սիգնալը վերցնում է ու քո մոտ առաջանում է որոշակի էմոցիաներ, հա։ Իրանք, քանի որ եղել են անհաղորդ, իր մոտ փակ է, ինքը չի լսում քեզ։ Սա հիմնական մասին է, ես չեմ խոսում այն պարապած սրիկաների մասին, հա։ Այդ պարապած սրիկաներին դնում ենք մի կողմ։ Դրանք են վարձկաններն են, որ իրանք այսօր ինչ պետք է այն են ասում։ Բայց հիմնական մասը, որ ասում ես խոսում ես, կա չէ ինձ գնում են, ինչքան ուզում ես ասա գլուխները չի մտնում, դա գիտեք ինչ, ոչ թե գլուխները չի մտնում, ինքը այտենց էլ եղել է 20 թվականին էլ մենք գիշեր ցերեկ քնում ենք այդ ցավով, արթնանում ենք այդ ցավով, լացում ենք այդ ցավով բոլորս իրար հետ ձենով նոյեմբերի 10-ին ինքը այդ ժամանակերից TikTok էր թերթում։ Իր մոտ չի եղել այդ ապրումները, հետևաբար դրա հետ կապված ցանկացած ինֆորմացիա մերժելի է։ Չի հասնում տեղ։ Սա երևի պատճառներից ամենագլխավորներից մեկն է, թե ինչու դու չես կարողանում բացատրել, արա լսի էսի հրեշը։ Ինքը չի լսի, որ ինքը ասում է հրեշը, ինքը լսում է, որ դու Նիկոլին բան ես ասում, ու իր մոտ ցանկություն կա, անպայման ամեն գնով պաշտպանել, եթե քո բերած նույնիսկ արգումենտները դրանք անվիճելի փաստեր են, կաց ունենա։ Իր մոտ ուրիշ մեխանիզմ է դրած, ուրիշ ծրագիր։ Հիմա ես ուզում ներկայացնել ես լեսանյութը։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները դատական հայց են ներկայացրել Միացյալ Նահանգների բժշկական ապահովագրության դաշնային ծառայության ղեկավար Մեհմեդ Օզի դեմ։ Բարձրաստիճան պետական պաշտոնյային մեղադրում են հայերի դեմ թշնամանք սերմանելու եւ վարկաբեկման կազմակերպված արշավ նախաձեռնելու մեջ։ Երևի դուք հիշում եք, մենք սա անդրադարձել ենք, Թրամփի աշխատակազմում ամբողջ այս ապահովագրության համակարգում նա թուրք կա, որը եւ Թուրքիայի քաղաքացի է, կրկնակի քաղաքացի է։ Թուրքիայի քաղաքացի է եւ թուրքական լոբինգի ամենազդեցիկ դեմքերից է եւ Թրամփի աշխատակազմում ամենակարևոր դիրքերն է գրավում։ Սա է մի օր դիտկացավ, ասես որ հայերը Լոս Անջելեսում բոլորը մախինացիաներով են զբաղված, կողոպուտով են զբաղված, բյուջեի կողոպուտով են զբաղված եւ հայկական բազմաթիվ բիզնեսներ դրա պատճառով տուժեցին եւ հայերը այդ ժամանակ գործ կազմեցին, դատի են տվել։ Հիմա սա մասին է խոսքը, տեսնենք ինչ ընթացք կա։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, կարծում եմ նախ անհրաժեշտ է հիշեցնել նախապատմությունը։ Այո, հիշեցնեմ, որ Դոնալդ Թրամփը Մեհմեդ Օզին այդ բարձր պետական պաշտոնին նշանակել էր անցած տարի, իսկապես շատ կարևոր պաշտոն է, քանի որ գերատեսչությունը, որը ղեկավարում է Օզը, ունի 1 տրիլիոն 600 միլիարդ դոլարի բյուջե եւ վերահսկում է 150 միլիոն ամերիկացիների ապահովագրական պոլիսները։ Եվ այդ պաշտոնին նշանակվելուց հաշված շաբաթներ անց Օզը հավատարիմ մնալով իր հայատյաց գաղափարախոսությանը հանդես եկավ մի շարք
ընդգծված հակահայկական հայտարարություններով։ Մասնավորապես մեկնելով Լոս Անջելեսի հայաբնակ Van Nuys արվարձան, կանգնելով հայերին պատկանող բիզնեսների ֆոնի վրա, մեկնելով ձեռքը հայատար այդ վահանակների վրա, ասել էր մոտավորապես այսպեսի մի տեքստ, որ ահա այս լեզվով վահանակներ ունեցող շենքերում թաքնվում են կեղծ ապահովագրական բժշկական հաստատություններ, որոնք իրականում փող են լվանում եւ այդ ամենի ետևում իբր կանգնած են հայերն ու հայկական մաֆիան։ 3.5 միլիարդ դոլարի վնաս պետության տված մեքենայություններում Օզը մեղադրել է հենց հայերին եւ հայկական մաֆիային, ինչպես ինքն է որակել։ Իրավապաշտպան Ջապես արձանագրել էին պնդելով, որ դա ոչ միայն ազգային խտրականություն է, այլ նաև կոնկրետ էթնիկ խմբի դեմ ուղղված թշնամանք հրահարելու փորձ էր։ Դե Օզի մոտիվացիան դժվար չէ հասկանալ, հաշվի առնելով, որ մինչ այդ էլ նա ընդգծված հակահայկական կեցվածք է ունեցել եւ հավանաբար պատճառներից մեկը այն էր, որ ժամանակին հայկական կազմակերպությունները տապալել էին նրա սենատոր դառնալու փորձերը, նա մինչ այդ էլ բազմիցս հակահայկական հայտարարություններով է հանդես գալիս, հերքում էր հայոց ցեղասպանության փաստը եւ իր եւ հայկական կազմակերպությունների միջև այդ հակամարտությունը տարիների փորձ ունի։ Ես պետք է նշեմ, որ Մեհմեդ Օզը ոչ միայն ազգությամբ թուրք է, այլ նաեւ շարունակում է մնալ Թուրքիայի քաղաքացի, հակառակ դրան, որ Թրամփի վարչակազմում բարձր պետական պաշտոն է զբաղեցնում։ Ավելին, նա շարունակում է հպարտանալ Էրդողանի հետ անձնական, բարեկամական հարաբերություններով եւ որոշ տեղեկությունների համաձայն շարունակում է մնալ Թուրքիայում իշխող կուսակցության անդամ։ Արդյոք Հիմա ինչ որ է, հայերը քրական գործ են կազմում են եւ դատավարությունը ընթանում։ Մենք կիմանանք շտով ինչ վիճակում։ Գանք Երևան։ Տեսնենք ձկնաբույսներն ինչ են ուզում։ Հասկանամ ձեր։ Ուզում ենք փոխ վարչապետի հետ հանդիպում, մեր պահանջները ներկայացնենք, ստանանք դրանց վերաբերյալ սպառիչ պատասխաններ, ըստ այդմ մեր հետագա անելիքները պլանավորենք։ Շատ բարի, շատ շնորհակալություն։ Նախարարության հետ չենք ուզում հանդիպում, նախարարի հետ հանդիպել ենք, մի ամիս ավել է մեր հարցերին լուծում չի տվել։ Շատ բարի, շատ շնորհակալ։ Հիմա այստեղ հավաքվել եք հանդիպում փոխվարչապետի հետ, հա, ինչ պայմանով։ Պայմանը այսպես է, խոսքը վերաբերում է լիձուկ ձկնամաթերքին, ինչպես արդեն տեղյակ եք, ակնկալում ենք պետական աջակցության ծրագրեր, Մի խոսքով ինչի հիմնաբանը։ Ձուկը կա, արտադրվումը, կերասպառվումը, էլ կեր չկա, կետը խնդիր ունեն, որովհետև չի վաճառում ձուկը, որ կարողանան իրանք շարունակել կերակրել ձկներին, շուտով կլինի կոլապս համակարգի եւ իրանք ակնկալում են ոչ թե արդեն օգնություն, որ իրանք ձուկը արտահանեն, հասկացել են, որ դա չի լինելու, չի իրականացվող բանը։ Ասում եմ, մեզ անընդհատ խափում են։ Եթե դա նույնիսկ լինի, դա կլինի ամիսներ, տարիներ հետո, եթե նույնիսկ լինի։ Հիմա ակնկալում են, որ պետությունը այսքան ընթացքում, քանի որ խափել է, իրենց ինչ որ բան կկոմպենսացնի, որ եւս ինչ որ մի սեզոն կարողանան այդ ձկներին կերակրել։ Հիմա ամբողջ հարցը ինչու՞մն է։ Ասենք եւս մեկ ամիս ձկներին կերակրեցին։ Ձկները աճում են, չէ՞, մեծանում են, ավելանում է քանակը, սպառում չկա, հետո ինչ է լինելու։ Նիկոլ Փաշինյանին գիտեք սա հետաքրքիր է, բացարձակապես, ընդհանրապես դա հետաքրքիր չի, երբեք հետաքրքիր չի եղել։ Նիկոլ Փաշինյանին պետք էր զավթել իշխանությունը, նա զավթել է։ Եվ ով բողոքում է այս հարցումով, հիմա լսենք մեր ընկերներին ինչա կատարվում իր հետ։ Ընդամենը 2 օր առաջ տեղադրեցի մի լուսանկար իմ կողմից շատ հարգված Բժշկուհի Սողոյանի հետ, ով այդքան խիզախություն էր ունեցել, շատ մարդկանց կարծիքը առերես արտահայտել կոնկրետ անձի դիմաց եւ բնականաբար այդ կոնկրետ անձը իր սախ կողքի շրջապատը շատ անվայել կերպով էին իրենց պահել, ինչը մեծ ռեզոնանս էր բերել։ Մոտավորապես 180 ֆեյք օգտահաշիվ Մատեո տակը մեկնաբանություններ էր գրել, շատ տհաճ, ճղճի մեկնաբանություններ, ու որպեսզի իրանց ջրաղացին ջուր չլցնենք, մենք ինչ արեցինք։ Ուղղակիորեն բլոկավորեցինք 180 ֆեյքին եւ ջնջեցինք իրանց կոմենտները, իրանք
Ինչ է դա նշանակում, որ ֆեյքերին բլոկելը անհամեմատ ավելի արդյունավետ գործընթաց է, քան ֆեյքերի հետ մտնել ինչ-որ բան քննարկելու մեջ։ Չի կարելի, բացառապես չի կարելի ֆեյքերի հետ բան քննարկել։ Բլոկում եք վերջ։ Ես հազարների եմ բլոկել։ Ինքը 175 է խոսում, ես հազարների, որովհետև ամբողջ օրն եմ սրա մեջ։ Եթե ինքը մի տեսանյութ է տեղադրի, ես օրական մի քանի հատ եմ տեղադրում, չեմ ասում, ես ժամանոց, ասենք ժամից ավել YouTube-յան տեսանյութը։ Բլոկում եք, ասես կոճակա, սեղմում եք վերջ։ Նեյտրալիզացնում եք իրանց ու իրանք մնում են անզոր, որովհետև իրանք մի հատ գործիք ունեն։ Դա հայոյանքն է։ Մի հատ գործիք ուրիշ ոչ մի բան չունեն։ Զրկում եք այդ հայոյանքից, իրանք վերջանում ամեն ինչ։ Հիմա այս գործիքակազմով պետությունն է ղեկավարվում։ Պրոբլեմը կա, պրոբլեմի փոխանակ լուծում տրվի, պրոբլեմի մասին խոսացողներին հայոյելով են այս պրոբլեմները լուծում։ Ինչ է կարծում դրանից պրոբլեմները պակասելու են։ Իհարկե ոչ։ Չեն պակասելու, պրոբլեմները այսենց աճում են, ոնց որ այս ձուկը եթե այսօր դու չես վաճառում ինքը մնում է, վաղը քաշն ավելանում է, դու նույնիսկ էլ պետք է տաս, հետևից գալիս է մյուս պարսան, ինքը ցիկելա դու իրան չես կարող կանգնեցնել, կանգնեցել չես սկսի։ Այն նույնիսկ պրոբլեմներն են, դու չես լուծում, ինքը հետևից մյուսն է գալիս, ու սենց հավաքում է ու պայթում է մի օր այս համակարգը։ Այն ինչ որ անխուսափելի է լինելու է, բայց հիմա լսենք ինքերոջը։ Որովհետև նոր ֆեյք բացելու համար նախ Facebook-ի որոշակի կոնկրետ էտապներ է պետք անցնել, դա պետք է զարգացնել, որ ինչ-որ տպավորություն թողնի, որ նորմալ պրոֆայլ է, եւ նոր սկսեն իրանք աշխատացնել, այսինքն բլոկավորելով կեղծ օրակարգներ քարոզող եւ սատարող ֆեյքերին, դուք ոչ միայն ձեզ եք ապահովագրում անմակարդակ ու անբովանդակ կոմենտներ գրող ֆեյքերից, այլ նաեւ ստեղծում եք կոնկրետ բաթույթ իշխանական գործունեության համար ֆեյքերով գրողներ կազմակերպելու, որտեղ մի 10 հոգի եթե ֆեյքերին բլոկավորի, այդ ֆեյքերը կարող է նաև փակվեն Facebook-ի կողմից։ Ուստի հիշեք այս tips and tricks-ի մի մասը եւ կիրառեք ձեր առօրյայում։ Լավ մնացեք։ Բլոկում եք ու վերջ, Ժողովուրդ։ Ես հիշեցնեմ Փաշինյան Նիկոլը, որ եկավ իշխանություն, առաջի բանը որ արեց, ստեղծեց այս ֆեյքերի բանակը, ֆեյքերի կոմբինատ, որը կոչվում էր POAC, որի ղեկավարն էր սկզբից այն Հովիկը ազատության, որ հիմա նստած է համեկում։ Հետո Տարոն Չախոյանները, որ հիմա արդեն աշխատակազմի ղեկավար դարձավ, հիմա արդեն պատգամավոր է լինելու։ Այս ֆեյքերի բանակի ղեկավարներն են դրանք։ Դրանցից ամենն էլ իր ֆեյքերն ունի, Ճոպիկ Սաֆարյանից սկսած։ Իրանք պետք է շատ լավ իմանան այս ֆեյքերը։ Ոչինչ բան չի կորում ինտերնետից։ Վաղը հենց իշխանություն եղավ, նորմալ, այսինքն պինցետով ձեզ սաղին այսպես պետք է բռնենք ու հանենք։ Էլ չեմ ասում հələ Հովանես Մովսեսյանն ու Տարոն Չախոյանը պետք է ցուցմունքներ տան, ցուցմունքներ պետական փողերով, քաղաքացուն, հայոյով մարդկանց հիշում եք մի հատ բան, տեսանյութ կար, որ երեխեքը մտան ու բացահայտեցին այդ գրասենյակը։ Ջայլ աղջիկ երեխեք էին, դրանք պետք է ցուցմունք տան իրանց արասների համար, կոնկրետ հասցե հեռախոս, ովքեր են աշխատել այդ կոմբինատում եւ այլն եւ այլն։ Իսկ առայժմ ուղղակի բլոկ եք։ Գնանք առաջ։ Կապանում Դերնա Նարաջանգույն անձրևաջրերի հոսքի դեպքով խոսքով հաղորդում է ներկայացվել դատախազություն։ Հունիսի 14-ի դեպքից հիշում եք, որ անձրև եկել թույնը սենց կապանի վերևից իջնում գնում էր։ Հաղորդում է դու կարաս ներկայացնես, ինչ ասելու քեզ դատախազությունը։ Դատախազությունը բանը թմրադեղին արդեն ընտելացած կախվածության մեջ գցած երեխուն ստուգում են 6 ամիս, հետո ասում են չէ, հետի թմրանուց չէ։ Կավիճ է։ Սա Երևանի դատախազությունն է։ Ես այս դատախազներին դեստերից ընդերից ես գիտեմ ով ինչ է անում, ով ինչ է մտածում, ով ոնց է ապրում։ Փոքր տեղ է Երևանը։ Ես իրենց ուզում ասեմ, դուք այս դեպքերը թաքցնելով ձեր երեխեքի ապագան եք պատրաստում։ Հա? Դուք այդ նարկոմաններին դուրսը թողելով, սա մասին եք իհարկե խոսել։ Դուք բերում եք այդ ամեն ինչը ձեզ մոտ, ձեր տուն։ Իսկ հիմա խոսենք բնապահպանության մասին։ Հայաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում,
Այն էլ ընտրություններից հետո, որ ոչ միայն այս բնապահպանական խնդիրները թույների կառավարումը չի լուծվելու, այլև նոր հանքեր են ուզում բացել, նոր թույն արտադրություն, նոր ավիրացություններ, որովհետև Հայաստանի կառավարությունը Հայաստանի ծրագիր չունի կապած 50 տարի, 60 տարի, 100 տարի, չէ։ Իրանց ծրագրերը Հայաստանի հետ այնքան են, ինչքան կտևի իրանց իշխանությունը։ Դրանից հետո թեկուզ ջրհեղեղ, թեկուզ ցիանիդի հրաբուխ, իրանց դա բացարձակապես հետաքրքիր չի։ Դրանով պայմանավորված, որ խնդրեմ նայեք նկարի մասին։ Համայնքապետարանի դահլիճ են Ստեփանավանի բնակիչներն ու քաղաքացիական ակտիվիստները լսել անգամ չեն ուզում նոր երկրաբանական ուսումնասիրությունների ու հանքի հեռանկարի մասին։ Համայնքապետարանի դահլիճ են եկել դեմ ենք մետաղական հանքերին, Էկո Ստեփանավան, դեմ եմ հանքին պաստառներով։ Օրեր առաջ նրանք տեսանյութեր էին հրապարակել, որոնցից երևում էր, որ հայցվող տարածքը ուղիղ գծով ընդամենը 2-ից 8 կիլոմետր է հեռու Ստեփանավանից ու բավական մոտ Կարմիր կրքյան ջրաշուշանների հայտնի լճին Ուրասարում։ Ակտիվիստների հրապարակած կադրերից երևում էր շուրջ 10 տարի աշխատող հանքի տարածքից ինչպես են հոսող թթվային ապարները դրենաժի միջոցով աղտոտում շրջակա հողերն ու լցվում Ձորագետի ճգնաղ վտակ։ Նայեք ոնց է չորացնում ամեն ինչը, ոչ միայն չորացնում է, այլև այս թույնը, այս գետով գնում է, սկսում է ոռոգել այն տարածքները, որոնք ոռոգվում են այս գետի ջրերով։ Եվ սա նաև ասում է գետի տակ աղբյուրների ձևով այս թույնը ասում է այլ տեղեր։ Հիմա սա ամբողջ Ստեփանավան ուզում են այսպես թունավորել, որովհետև ինչ-որ մեկին փող է պետք։ Իսկ ամենաարագ հարստանալու ձևը նաև զենք, նարկոտիկ, երկիր ծախել բանդանից բացի, հանքարդյունաբերություն։ Այս նույն բախոստումները, այս նույն, չգիտեմ, ամեն ինչը դուք եք, դուք չկապ չներ, նույն բնապահպանական աղեջի լինելու աշխատատեղեր, ճանապարհը, ամեն ինչ է եղել։ Ժողովուրդը տեսավ, 10 տարի շարունակ տեսանք այդ արդյունքներն աշխատատեղերը ժամանակավոր։ Հիմա եթե համայնքը գնում է ռազմավարական զարգացում տուրիզմ, ի՞նչ է նշանակում հանքարդյունաբերությունը գործարկել։ Առավել Համայնքի ռազմավարական զարգացումը ընտրված է տուրիզմ։ Բերեն հանք են ուզում դեպասին։ Այսինքն մեկը նախարարին փողը տվել է միլիոններով, մի բան էլ Նիկոլին, սնախ Կարի ինչ կապ ունեն դերին չեք ուզում անեք տուրիզմ, ջերմուկը պակասեն քանդելու ամուլսարով։ Էս էլ կքանդենք, այսօրվա ոսկին է ինձ կարևոր, այսօրվա փողն է ինձ կարևոր, վաղը թույնը թող մնա ժողովրդին, ավիրված տարածքներ էլի տեղի ապրողին։ Ինձ ինչ։ Այս փողերը վերցնելու եմ գնամ ուրիշ տեղ ապրեմ։ Այս սելջուկյան մտածելակերպով մարդիկ այսօր երկիր են ղեկավարում։ Բայց հիմա սրանց ընտրողին, որ ասում ես քո ընտրածը սելջուկյան մտածելակերպ ունի, ինքը նայում է աչքերիդ, ինքը չի հասկանում դու ինչ ես ասում։ Մաքսիմում ասի, բա առաջ լավ էր։ Դե գնա կախվի, գնա ծխվի, չես կարող ոչ իման բացատրես, գիտեք ինչի։ Նույնս եմ ասում, իր մոտ էմոցիոնալ կապ կատարվելիք շրջապատում ինչ որ եղավ Արցախյան պատերազմի ժամանակ, ինչ որ կատարվում է բնության հետ, երկրի հետ, չկա։ Ոչ մի բան իր մոտ չի աշխատում։ Ինքը ուղղակի լսել է հմեկով առաջի անգամ որ իրան տենց ասել են, ինքը դրան հավատում է ու ամեն ձև դիմադրել է դրան, որովհետև իր մոտ էմոցիոնալ կապ շրջապատի հետ գոյություն չունի։ Հարևան երեխուն տարան սպանեցին, բարեկամ երեխուն տարան սպանեցին։ Ինքը բույսի նման իր արկղի մեջ է։ Ճանաչեք ձեզ շրջան։ Եվս բազմաթիվ հոդվածներ կան, որոնք ապացուցում են, որ հանքի գործարկումից հետո Լոռու մարզում քաղցկեղի թիվը բարձրացել է։ Այսօր եզերից համեցակ միշտուց ավելի երիտասարդ։ Հիմա դեռ չկա որ իրենք բարձրացել։ Հիմա այս չափարած մարդիկ հիմա Լարված ու բուռն մթնոլորտում անցան հանրային լսումները, ընդերքի հետախուզման Սրանք փողը տվածներն են։ Սրանք պետք է ընդերքի մի հատ էլ ուսումնասիրեն, հələ պետք է մի հատ էլ քանդեն, տնան ինչ է։ Այսինքն ոչ թե փողը տվածներն են, սրանց ուղարկել են նրանք, որ փողերը տվել են։ Եվ հիմա այս
մահապարտները աշխարհի մեղքերի տակ մտնելով, աշխարհի ստերը խոսալով պետք է իրականացնեն, փորձեն իրականացնել հրեշավոր են ծրագիրը, որը կախված է Ստեփանավանի գլխին։ Եվ ոչ միայն Ստեփանավանի, ցանկացած հանք ինքը արդեն տեղով աղետ է։ Էլ չեմ ասում, եթե այդտեղ հանք չկա, ու դու նոր ես ուզում բացես։ Տեսնես ինչքան մարդ է Ստեփանավանից ընտրել Փաշինյան Նիկոլին։ Այս կուզեմ, որ այդ հանքը բացվի ու մենակ իրանք կրեն այդ վնասները։ Ախ, Երանի տես մի բան լիներ, մի հնարավորություն լիներ։ Բայց ամեն մեկի դեմ ասած գալու է կանգնի։ Վատը գիտեք որն է։ Դրանք չեն հասկանալու այդ ինչի եղավ։ Չեն հասկանալու, իրենց մոտ պատ է, իրենց մոտ ասոցիատիվ մտածելակերպ չկա, զգայական գոյություն չունի, այսինքն ապրոմակցում, զգալ, ապրել, բան չկա, ոչ մի բան չի գնում։ Գնանք առաջ։ Ամեն երկրորդ վարորդ օնլայն կազինոների մեջ է, Արա Ղազարյանն է ասում Երևանյան երթևեկության մասին։ Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօր Լավ, քանի որ շատ բան է, եւ շատ երկար է, ասեմ ինչին ասել է խոսքը։ Հայաստանում, երբ որ Փաշինյան Նիկոլը եկավ իշխանության, այդ ժամանակ կար հենց կազինոներ, բայց այս աստիճանի խայտարակ տարածված չէին եւ ավիրացությունը այս մասշտաբների մեջ չէր։ Եվ դեռ 2018 թվականին, երբ որ սրանք նոր էին եկել իշխանության, ուրեմն Ալեն Սիմոնյանը ասում էր մենք որ եկանք իշխանության, դրանք վերանալու է, փակվելու է։ Ես ասում եմ 10-0 դրան կողմ եմ։ Եվ ինչ եղավ, երբ որ իրանք եկան իշխանության, դա ոչ միայն չփակվեց, այլ Ալեն Սիմոնյանը ինքը վերցրեց իր ղեկավարության տակ, իր տանիքի տակ այդ բոլոր։ Ես ընդամենը թիվն եմ ուզում ձեզ ներկայացնել, որ դուք հասկանաք ինչ սոսկալի թվերի մասին է խոսքը։ Ուրեմն 18 թվականից մինչև 24 թվական Հայաստանում մինչև 24-ը 333.6 միլիարդ դրամ է եղել։ Այսօր 7.1 տրիլիոն դրամ եկամուտ է 7.1 տրիլիոն դրամ այս արցանց բաները եկամուտ ունեն 2037% աճ է ունեցել Հայաստանում ոչ մի բան այդքան աճ չի ունեցել ինչքան էս ոլորտը Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ այդ Վիվարոյի վիգեն բան որ բանա փակում համալիա փակում Գարիկ Մարտիրոսյանն է գալի վադելու բան այդ արտիստները այդ միլիարդներ որ ծախսվում է դա ընդամենը ասենք 24 թվին 7.1 տրիլիոն է եղել իր եկամուտը դրանից առաջ 6.3 տրիլիոն առաջի տարվա մեջ մենակ 3 անգամ աճել 330 միլիարդից բարձրացել է մի անգամից 3 անգամ աճել է մի տարվա մեջ երկրորդ տարին 2 անգամ աճել երրորդ տարին էլի 2 անգամ աճել իսկ հիմա 7.1 տրիլիոն այսինքն այսքան փող այսքան գումար Հայաստանի բնակիչների գրպաններից դուրս է գալիս ու գնում է մի կազմակերպության այսինքն սա աղետ է սա հանցագործություն պետության պետականության պետության քաղաքացիների նկատմամբ սա նարկոմանիայի նարկոտիկ ծախես թե սա նույնն է հետևանքով կախվածությունով լրիվ նույնն է նարկոմանն ու խաղաղամոլը ոչ մի բանով իրարից չեն տարբերում եւ փաստորեն խաղամոլների թիվը 2037%-ով ավելացրել են սրանք ես զուգահեռ նաեւ մեր ապագա պետության ռազմավարությունն եմ գրում ես ասում եմ ապագա պետությունը չի լինելու այս բիզնեսը փակվելու է, արգելվելու է
ուղղակի աչքերվելի է։ Որ գոնե փրկենք այն ինչ որ պակը կմնա։ Սա միջև 24 թիվն է, մենք հələ 26 թվերի մասին չենք ուզում խոսանք։ Չի ասում, չի տալիս հիմա այսա, դրանից հետո թվեր չեն գրել երևի։ Չեն հրապարակում։ 26-ին կարող արդել է 10 տրիլիոն արդեն։ Որպեսզի հասկանաք այդ ինչ թիվ է, առողջապահության բյուջեն 164-171 միլիարդ դրամ է։ Պատկերացրեցիք, մենք ինչ թվի մասին ենք խոսում։ Եվ կրկին զինծառայող է մահացել։ Այս տարվա մեջ արդեն 8-րդը։ Խաղաղ պայմաններում պատերազմ չկա։ Խաղաղություն է բերել Նիկոլ Փաշինյան։ 8-րդ զինվորն է արդեն։ Ինչի, ասում են հայոյանքով է խոսել կոմանդիրը, զինվորն էլ պատասխանել է եւ մահացած են գտել զինվորի։ Ամեն դեպքում այդպես է ասում նախնական։ 8-րդ զինվորը։ Խաղաղություն է։ Նույն Վիգեն Ավետիսն է 3 տարի առաջ մեծ ջերմեռանդությամբ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ ակնածանքով էր մասնակցում Քրիստոսի արձանի մրցույթին։ Չեմ հիշում ցավոք մայրիկիս կողմը այստեղից է աշտարակից, որը որ շատ կարևոր ընտանիք էր։ Սա այն Վիգեն Ավետիսն է, որը նույն Ծառուկյանին փառաբանելուց հետո 3 տարի առաջ մասնակցում էր, որ ինքը սարքել էր Քրիստոսի արձանը։ Ու հիմա մեղադրանք ներկայացնում, որ այս մարդը նկարիչ է, քանդակագործ է գցել բանդակ, նա վախից մահացել է։ Իսկ այն հարցին ով է այդ քանդակագործը, անուն, ազգանուն, ասում ես չգիտեմ, չեմ լսել։ Չեմ ճանաչում, լսել է։ Հարցը ինքը չի։ Սա ընդամենը եղածներից մեկն է։ Հարցը գիտեք ինչն է, որ սովետությունը հիմնված է սենց մարդկանց վրա։ Սենց մարդկանց վրա։ Ես ասեմ, սա ամենամեծ վտանգն է հենց Նիկոլի համար, որ ինքը իրան շրջապատել է սենց մարդկանցով, երբ որ Ծառուկյանը փող ունի, զակազ է տալի, Ծառուկյանը իրանց աստվածն է, բայց երբ որ իրան նստացում են, հիշում է իբր։ Հա, էս են էլ որ բանդակում քանդակագործեր գցել, ասում այդ ում է գցել, ով է մահացել, անուն ազգանուն գիտես, չէ, լսել է։ Ես հավաքսում եմ սրանց եւ սրանց բոլորին, գիտեք ինչի, ասում սրանք իրաց շրջապատում չունեն մեկ մարդ, որ իրաց չի դավաճանելու, իրաց չի ուրանալու։ Չկա գետ մեկ անասուն իրանց նման, որ հավատարիմ անասուն է լինելու իրենց, չկա։ Սաղ այսենց է։ Ու իրանք չեն ամաչում այս կարգավիճակից, գիտեք։ Չեն ամաչում, որովհետև այսօրվա ինտերնետի դարում գտնես ինչ էր ասում էսի մի ամիս առաջ, հիմա լրիվ ուրիշ բան է։ Այսինքն ոնց կարող է ապստամբության ջատագով մարդը, որ ծռերի ժամանակ իրենց կողքին էր ապրում այդ ամեն ինչով, այսօր իրենց դատողի կողքին լինի, ոնց հնարավոր։ Այսինքն այս ինչ մետամորֆոզա։ Պարզվում է տենց։ Տենց։ Նույնը ոնց որ ասենք Ծառուկյան Գավոյի ասով։ Փող ունի, պոտենցիալ բանա, պատվիրատու է, աստված է։ Այսօր փողն ուրիշն է տալի Նիկոլը, ոնց։ Գագոն հանցագործ է։ Եվ սենց հարցը Գագոն չի, հարցը ինքը չի։ Հասկացեք, այսօրվա մեր Հայաստանը այս որակն է ղեկավարում եւ քաղաքական, եթե իհարկե սա ղեկավարել կարելի է ասել։ Իրանք են այդ ղեկավար պաշտոններում, երևի տենց ավելի ճիշտ կլինի։ Ես գիտեմ, որ բոլորդ ունեք այս կարգի մարդիկ ձեր շրջապատում։ Հասկացեք, դիետան առողջ սնունդը, չէ՞ որ մենք ամեն ինչ տենում ենք, չենք տանում բերաներս, չէ՞։ Մտածում ենք, լվանում ենք, ուտենք կա, ժամին ենք նայում, սիրում ենք, չենք սիրում։ Դա նույնը պետք է լինի մարդկանց այդ շփումների մեջ։ Ամեն մարդ չի, որ իրավունք ունի ձեր միջավայրում լինի։ Ստերիլ պահեք,
դա նույնպես հիգիենա է։ Դուք ում հետ եք շփվում։ Ովքեր են մտնում ձեր շրջապատի մեջ։ Նրանք իրենց հետ բերում են իրենց վիբրացիաները, իրենց մտքերը, իրենց մշակույթը։ Մաքրեք, ոնց որ տունը չմաքրես, էլի, մի օր երկու չմաքրես, ընդ Երևանում փոշին ավազը նստում է, չէ՞։ Սա պետքա մաքրել, անթաց շրջապատը պետքա մաքրել, որ այս ավազից չմնա ձեր տարածքում։ Սա մենակ կեղտ ավելացնելու, փոշի, նստված, ոչ մի լավ բան։ Որովհետև մարդ չի կարա պարբերաբար դավաճանի ու իր հետ լավ բան բերի ձեր կյանք։ Չէ։ Բայց ընտրությունը ձեր է։ Հիմա արագ գնանք միջազգային նորություններ ու վերադառնանք Հայաստան։ Պենտագոնը արդեն չի կարողանում թաքցնել իրական մահացածների թիվը։ Ու սկսում է բացահայտել շատ ու շատ, հորեկանալի շատ ու շատ։ Եվ դրան փոխանակ ականջալու լինի Թրամփը, ոտը դրել է գազի վրա եւ ասում է Իրանը պետք է վճարի անգամներ շատ, քան ինքը սպանել է։ Այսինքն գնում է էսկալացիայի։ Սա բերելու է արագացված իրավաղճանում։ Շատ արագացված։ Այս կետինքը սենց ավտոպիլոտ իներցիայի մեջ մինչև նոյեմբեր կարող է գնար, բայց ակտիվ դիակների մատակարարումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ շատ արագ կբերի իրան այն ինչը ինքը որ արժանի է դրա։ Մանավանդ որ խոսում են արդեն մեծ թվերի մասին։ Մեծ թվերի մասին են խոսում։ Ես պետք է ասեմ ձեզ, որ մասալսենք մեր ընկերն է Հակիմյանը, Սպենսերը։ The Pentagon has been hiding the casualties of thousands of soldiers in the Iran war. Հազարավորներն են արդեն, հազարավորներ։ A month ago, you were called a conspiracy theorist for saying that. Now it's a fact. Արդեն Պենտագոնը խոստում է, որ հազարավորներն են մահացածները, տուժածները։ Մյուս կողմից քրեական գործ իր ընտանիքի վրա, որովհետև $2 միլիարդ փող աշխատել իր ընտանիքը մենակ Իվանի Աշվին, որ մի ժամ առաջ, 2 ժամ առաջ հաշվել են, որ շուկայում մեծ առևտուր է լինում, մինչև Թրամփը հայտարարություն կանի։ Մինչև Թրամփը հայտարարություն կանի, արդեն իրանք ինչ-որ պետք է առնում վաճառում են, հայտարարություններ լինում է, գնի տատանումը լինում է, իրանք միշտ հաղթած են։ Ասում են, ո՞նց է լինում։ Կրիպտոֆրաուդ է կոչվում սա, կեղծարարություն, գողություն, ու սա դատապարտելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքով։ Ու փաստորեն Թրամփը ցույց է տվել, որ իր ընտանիքը դա բաստակալներ է, $2 միլիարդ հարստացել է 1 տարվա մեջ։ Միակ բանը, որ Թրամփին հետաքրքիր է, դա է։ Ու գիտեք, ում հաշվին է, կյանքերի, երկրների ճակատագրերի։ Սա հրեշ է ուղղակի։ Մոտավորապես այն կարգերը, որ մենք ունենք Երևանում նստած։ Կարող է սպայում Երևանում չի նստած, գրողի ծոցն է, բայց նույն կարգի հրեշ է։ Իմջելուց, Ուկրաինայում այսօր նշանակվեց վերջապես նոր պաշտպանության նախարար։ Այդտեղ նշանակվեց ուրիշ մարդ, ոչ թե Ֆյոդորովը, այլ ինչ որ Միխայլո Դրապատի։ Սա այն բանը, սաբաս տարբերակներ են։ Որովհետև ունեին Ֆյոդորով վերջի 6 ամսվա մեջ նշանակած պաշտպանության նախարար, որը հրեշավոր գործողություններ կատարել համակարգի նկատմամբ։ Կտրել էր անօրինական գնումները եւ արդյունավետ ջարդում էր Ռուսաստանին։ Սա աններելի բան էր փաստորեն Զելենսկու համար եւ ինքը հանեց գործից ու նշանակեց Սիրսկի հեկորով։ Ժողովուրդը դուրս եկավ փողոց, եւ նախկին պաշտպանության նախարարի։ Ժողովուրդը դուրս եկավ փողոց, պաշտպանը պահանջելով, որ հետ վերադարձնի։ Զելենսկին շատ լավ հասկանում էր, դուրս եկած փողոց մարդիկ, իրանք ոչ թե նրան են ուզում, որ ներկայանում նշանակի, այլ իրա դեմ են։
Ինքը շատ հասկանալով, շատ լավ հասկանալով, որ այս վիճակին, այս մի թեկուզ մի 10-15 հազար ժողովուրդը, որ դուրս եկե, կարող է դառնա 100-150 հազար, այդ չեմ ասում, որ ժողովուրդը զինված է։ Ինքը մեկ օրվա մեջ ալակ փոխում է իր որոշումը։ Եվ այս մասին գրում են արդեն հեղինակավոր թերթեր։ Եվ Ամերիկայում եւ Բրիտանիայում, շեշտելով են հանգամանքը, որ ցայտնոտային վիճակում է այս որոշումների պատճառով Զելենսկին, որը փաստորեն չի ուզում, որ կոռուպցիան վերանա Ուկրաինայում, որովհետև Ֆյոդորովը կանգնացել էր կոռուպցիան բանակի։ Այսինքն գնումների մեջ կոռուպցիան։ Ինչ է նշանակում գնումների մեջ կոռուպցիա։ Այն գումարները, որ տրվում է Ուկրաինային, գնում է ուղիղ այն գործարանները, որոնք սեփականությունն են հենց իր կոռուպցիոն բանդայի։ Այսինքն այդ բանդայի գործարաններից ինչ որ ունեն, դա է օգտագործում։ Կոպիտ ասած, ոչ թե այն ինչ որ պետք է ռազմաճակատին։ Հետաքրքիրը գիտեք որն է, որ այս կոռուպցիոն բանդայի ներկայացուցիչները հիմա քրեական գործերով են գնում։ Այսինքն մի կողմից զենք արտադրող ընկերությունների տերերն են, մյուս կողմից Զելենսկու ընկերներն են, մյուս կողմից այդ ուղարկված փողերը գնում է իրանց մոտ։ Եվ ամենահետաքրքիր բանը, որ երբեմն շատ պարբերական այդ մարդիկ հողեր են ուղարկում, միլիոններով ուղարկում են Ռուսաստան։ Մի անտիր մեխանիզմ է։ Անտիր մեխանիզմ։ Արդեն պարզ գիտեն բոլորը ինչ մասին է խոսքը։ Եվ այս կապը, այս կտրելներ մի քիչ վերացրել էր Ֆյոդորովը 6 ամիս։ Զելենսկին չէր կարող հանդուրժել դա։ Հանեց։ Նշանակեց այս նոր նախարարին, բայց մի հատ բայց կա ստեղ։ Այս մարդիկ, որ դուրս էին եկել փողոց, ուլտիմատում են դրել Զելենսկու վրա, որ ինքը պիտի վերականգնի Միխայելին։ Ոչ թե ուրիշ մարդու նշանակի։ Ոչ թե Սիրսկին հանի, այլ վերականգնի այն հրամանատարին, այն նախարարին, որի օրոք Ուկրաինան շատ հաջող ձևով կարողացավ ծնկի բերել մի ամբողջ Ռուսաստան, որ գիտեք բենզինի իրավիճակը ոնց է այնտեղ։ Հիմա վաղը կերևա այս ժողովուրդի նշանակման հետ ոնց է ինքը շարունակելու է պնդել ուլտիմատումի վրա, թե ոչ։ Եթե շարունակեց պնդել, նշանակում է Զելենսկու իշխանությունը արդեն կարելի է համարել ավարտված, որովհետև ինչ անելու նոր հին նախարարը Ֆյոդորովը էլի կոռուպցիան գնում է գրողի ծոցը, ինքը արագի մեջ ծնկի է բերում Ռուսաստան եւ պատերազմը վերջանում է։ Մի բան որ պետք չի ոչ Ռուսաստանի, ոչ էլ Զելենսկուն։ Ակնհայտորեն։ Ես արդեն 3 տարի է պնդում եմ, պնդել եմ, որ այս պատերազմը կարող է վաղուց վերջանալ, եթե սա պետք լիներ։ Այս պատերազմը պետք է այս մարդկանց հարստանալու համար։ Եվ ամենահետաքրքիրը գիտեք ո՞րն է, որ այսօր այս մասին արդեն վերջապես բաց խոսում է նաև Շվեդիա։ Մի բան, որ ինքը ասես համառորեն չէր ուզում նկատել։ Իրոք էլի տենց բաց չի խոսում, բայց էլ չի կարողանում թաքցնի։ Ոնց որ այդ մարդու լեզուն չֆրասի, որ դիտավորյալ է Զելենսկին այս ամեն ինչ անում։ Բոլոր փաստերն ասում է, բայց այդ ձևակերպումը չկա իր մոտ։ Իսկ այս ձևակերպումը տվել է 3 տարի առաջ։ Որովհետև մի հատ լավ խոսք ասում է, եթե մեկը բադի նման քայլում է, բադի նման ձայներ է անում, ու տեսքով էլ բադա, արա ուրեմն բադա էլի։ Իսկ ինքը 3 տարի ասես նայում, հա ոնց որ էսա, բայց ոնց որ այդքան էլ բաց չի։ Այս վիճակն է։ Դե սիոնիստական մեդիան էլ չի կարողանում մարսի Նյու Յորքի քաղաքապետին, ասում է պետքա ձերբակալվի ոչ թե Նետանյահուն, այլ հենց քաղաքապետը, որ ընդհանրապես Իսրայելի բանը դեսպանն է ասում, որ պետքա հենց այս քաղաքապետին մեղադրել տերորիզմին աջակցելու համար, չեն կարողանում մարսել էլ այստեղում։ Որովհետև ինքը սենց 1 տարի առաջ էր, ասեց ես ձերբակալելու եմ
դեռ ընտրություններից առաջ Նետանյահուն եթե գա, որտեղ բոլոր 7 ներկայացուցիչները ասում են, որ ընտրվենք, առաջինը այցելելու ենք հենց Երուսաղեմ, գնանք մի հատ հավատարմությունը հայտնենք, այստեղ են ասեց, ոչ միտեղ չեմ գնալու, Նյու Յորքում լիքը գործեր ունեմ, իսկ Նետանյահուն հենց ու մտա Նյու Յորք ձերբակալելու եմ, բոլորը ապշած մնացին ու ինքը ընտրվեց, ու միջև հիմա կրկնման նույնն է, ջալո շատ սկզբունքային տեղատուս եկավ, այն աստիճան սկզբունքային, որ աշխատավարձը քաղաքը բարձրացել էր, ինքը հրաժարվեց բարձրացված աշխատավարձից։ Այս կարգի սկզբունքային երիտասարդ է 35 տարեկան ընդամենը։ Բայց սիոնիստական մեդիան դեռ կռիվ է տալիս իր հետ։ Իսկ հիմա վերադառնանք Հայաստան։ Ինչ այս երկրի վիճակը, ոնց նայում ես բառիկ ու կրիստալու, չգիտեմ ինչ խուժանություն են բերել Սերմանե ժողովրդի մեջ։ Այս երեխեքի ինչ են տենում։ Ինչ են սարքի այս պետությունը։ Այսինքն նայեք ժողովուրդ ջան, ես եղել եմ կալանավորված մոտ 3 ամիս։ Բայց բառիկի հոդվածով մարդը գալիս է 6-ից 12 տարին ուսերին վերցրած, գալիս է 2 ամիս հետո իր գործը տեղափոխում են տնային կալանք, իսկ քաղաքական հայացքներով ընդդիմադիր մարդուն պահում են կալանքի տակ։ Այսինքն ի՞նչ է դուրս գալի, որ այս պետության համար ավելի լավ է բառիկը լես, քան թե ընդդիմադիր։ Այսօրվա իշխանությունը էսա։ Ինչ է։ Այո, բառիկը իր աշխատողն է։ Բայց իր աշխատողն է, պետքան թամյանոց ոնց է ծախելու առանց իրանց։ Իսկ դու քաղաքական հակառակորդ ես, այ որ դու ազատության մեջ լինես, իր բառիկին ես վտանգ, հա, իր իշխանությանն ես վտանգ, իսկ բառիկը իր եկամուտն է, երեխեքի նոր սերունդի սպանողն է, մի սերունդ տարան 44 օր ժամանակ սպանեցի, մնացածին էլ թամյանյութով են սպանում, չեն սպանում, իհարկե սպանում, բայց որ Նիկոլ ընտրողին ասես, ինքը նայում է դեմքիդ ասի, ինչի առաջը տենց չէ, ինքը թվեր չի նայելու, դու իրեն չես կարա ասես գիտես ինչ, 330 միլիարդ շրջանառությունից կազինոների օնլայն շրջանառությունը հասել է, ասենք 10 միլիարդի, 10 տրիլիոնի, ինքը նայելու է թվերին չհասկանա էլի, ասի դե հեն աճ ա եղել, տես տնտեսությունը լավ ա ուրեմն, աղետ դրանք, այս նկարն այսօր աշխորհս ընկավ, այս Թուրք Պաշտոնյանն է, սենց հացը պահած օդում ծաղրում է, սոված հայ երեխեքին։ Արցախում 23 թվականին, այս օրերին, մոտարապես սենց էր։ Սանունց չէր մտնում, եղած սանունց էր մտնում էր ռուսների ձեռքով, մեծ բաներով, հարկերով, մեծ տոկոսադրույքով, մեծ կոռուպցիայով ու Արցախի ժողովրդի վրա այսենց փողեր էին աշխատում։ Այս է։ Դե մարդիկ ընդեղ էին ստիպված էին, մի բան պետք է ուտեին թե չէ։ Թուրքիայի հետ խաղաղությունն եք ուզում, պատրաստ եղեք սրան նաև, որտեղ իրանք չեն փոխվել։ Իրանք սա համարում են իրենց համար, չասում, ապրելու նպատակ։ Ոնց է արաբների նկատմամբ հրեաների վերաբերմունքը, պաղեստինցիների նկատմամբ ասում են, չծնված պետք է սպանես դրանք։ Այդ նույնը իրենք են մեր նկատմամբ, ոչ մի տարբերություն չկա։ Հիմա այս տեսանյութը նայենք, ես չգիտեմ ձայնը կթողի YouTube-ը թե չէ, բայց նայենք էլ, եթե նույնիսկ արգելափակի պիտի նայենք։ Կա այստեղ մեկը, որ ինձ կարող է բացատրել, թե ինչու է մարդկությանը ոչ մի արժանիք չմատուցած թուրքը, ներխուժել մեր հողը, և մեզ ուզում է բնաջնջել։ Եվ ընդհանրապես, գիտեք ինչ է նշանակում թուրք, գիտեք ուրեմն, թուրքը թրի հոգնակին է, բազմաթիվ թրեր, մխրշված հայի սիրտը։ Այ, թուրքը դա թրի հոգնակին է, իդեալական խոսք էր, բազմաթիվ թրեր մխրշված հայի սիրտը, հայի սիրտը, ում սիրտը մխրշված չի, նա է սիրում թուրքերին, ասել է թե նա հենց հայ չի, որտեղ հայի սրտերը մխրշված է։ Իսկ վերջում ուզում եմ տեսանյութը նայենք միասին։ Ես քո գյուրի
Չգիտեմ, այս երաժշտությունները վերջում այս տեսանյութերում կարող եք նայել YouTube-ը հնարավորություն կտա, չի տա, բայց գոնե նկարը տեսակ։ Եթե մենք չուզենք, մեզ ոչ մեկ չի կարող հաղթել։ Եթե մենք մեզ հաղթեցին, ուրեմն մենք ուզել ենք։ Այսքան բան։ Ոչ մեկի չեն կարող կտրել իր ինքնությունից, եթե ինքը չի ուզում։ Մնացած ամեն ինչ արդարանալու, սեփական անգործությունը արդարացնելու մեթոդներ են։ Ես քանի որ օրական 1 ժամ տալիս եմ TikTok-ի, օրվա մեջ պատկերացրեք, ես 1 ժամ TikTok-ում եմ։ Դե այնտեղ մեր հայրենակիցներն են, մի քիչ տեղյակ, մի քիչ անտեղյակ, բայց մերոնք են, չէ՞։ Պետք է այդտեղ շփվել։ Ինչ անեմ, ես անզորությունից էլ ձեռս ինչ ասես չեմ գցում։ Ինչին ասես չեմ գցում։ Երբ որ տղամարդիկ են գրում հուսահատված, մեկը լինել մի բան աներ։ Սա ինձ համար կարմիր գիծ է։ Որովհետև ես չեմ ուզում իմ ազգի տղամարդուն հանձնված տենամ ու սպաստ։ Բացատրում լսեք, ձեր կանայք, ձեր վրա են հույսը դրել, որպես տղամարդ։ Կարող եմ հատել տղամարդ ձեզ է պետք։ Դուք ում վրա եք հույսները դրել։ Դուք արդեն, ձեր հանձնված վիճակը նշանակում է դուք ուզում եք դա արդեն։ Դուք ոչ մի պրոբլեմ չունեք ձեր վիճակի հետ, մտածում եք մեկը լինել ձեզ համար մի բան աներ, սա անընդունելի կարգավիճակային համար։ Ու բոլորս պետք է հասկանանք մի բան, ժողովուրդ։ Ոչ մեկ հետաքրքրված չի մեզանով, ոչ Գերմանիան, ոչ Ֆրանսիան, ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան ու Ադրբեջանը, ոչ մեկ։ Պարզվում է նույնիսկ մենք մեզանով հետաքրքրված չենք, սա ամենակատաստրոֆիկն է երևի։ Եվ նույնպես եմ ասում, եթե մենք չուզենանք, մեզ ոչ մեկ չի կարող հաղթել։ Մեզ հաղթելու, մեր հաղթելով մեզ մի բան է պետք։ Ամուր մնալ մեր տեսակին հավատարիմ, մեր ինքնությանը հավատարիմ, ոչ մի ավել բան պետք չի, ոչ մի, ամուր ու հավատարիմ մնալ քո տեսակին, ուրիշ բան պետք չի։ Այս թուրքերը հենց ես դուրս եմ գալի եթեր, կամ ես նկարի տակ տեսեք Արցախի աղջկա տակ ինչքան թուրքեր կան։ Անդադ գրում են Արցախամերն, գիտեք ինչ են գրում, որովհետև իրանց է չի։ Մենք ոչ չեն գրում Արցախամերն, մենք գիտենք, որ մենն չեն գրում։ Հասկացեք, իրանք այդ պրոբլեմ ունեն, մենք չունենք։ Մեզ ընդամենը մնում է պահել հայի նման։ Ու ամեն ինչ կընկնի իրենց տեղ։ Ամեն ինչ։ Ասում եմ, շնորհակալություն Ադրբեջանը գովազդելու համար ես երախու նկարի վրա։ Գրել եմ, կներեք, ինչ է Ադրբեջանը։ Այդ ինչ է։ Բրենդը, ինչ է Ադրբեջանը։ Ես դες բան չգիտեմ, ես դες բան չեմ ճանաչում։ Չկա իմ համար Ադրբեջան։ Դա ինչ որ արհեստական կոնգլոմերատ անել, որ վաղը քանդելու ենք։ Քանդելու, ասում։ Մաս-մասիկ։ Գիտեք ինչի, որտեղ ես տենց եմ ուզում։ Եթե մենք բոլորս դա ենք ուզում, ուրեմն անպայման դա կլինի։ Այսօրվա համար սա դամնացեք։